Ժամանակին ծրագրավորումը շատերի համար փակ դուռ էր թվում։ Թանկ դասընթացներ, մեծ համակարգիչներ, բարդ ձեռնարկներ ու մի ձայն, որ ասում էր «սա քո համար չէ»։ Solo Learn-ը փոխեց այդ դուռը։ Եվա Հյուսյանի և Դավիթ Քոչարյանի հիմնադրած հայկական EdTech ստարտափը ծրագրավորման դասերը տարավ հեռախոսի մեջ։ Կարճ դասեր, հարցեր, վարժություններ, միավորներ։ Համայնք, որտեղ սկսնակը կարող էր սխալվել ու շարունակել։ 2021-ին Solo Learn-ը արդեն ուներ ավելի քան 21 միլիոն օգտատեր։ Այսօր հարթակը նշում է, որ օգնել է ավելի քան 20 միլիոն մարդու սովորել կոդ գրել, իսկ հավելվածների էջերում խոսվում է ավելի քան 35 միլիոն սովորողների մասին ամբողջ աշխարհում։ Python, JavaScript, SQL, Java, C#, HTML, CSS ժամանակակից տնտեսության լեզուները բացվեցին մեկ էկրանից։ Սա միայն հավելված չէ, սա հնարավորությունն է։ Երբ տեխնիկական կրթությունը հասանելի է դառնում, Երևանից, Գյումրիից, Վանաձորից կամ գյուղից երեխան կարող է սկսել նույն առաջին կոդի տողից, ինչ Լոնդոնի կամ Կալիֆոռնիայի երեխան։ Սա է հայկական նորարարության ուժը։ Ոչ միայն ծրագիր գրել, այլ դուռ բացել միլիոնավոր մարդկանց առաջ։ Քվեարկության օրը ընտրիր այն Հայաստանը, որով կարող ես հպարտանալ։